Բայց ելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի Հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմոցությունը, նորոծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը անցնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, ինչ որ քո կամքով է, քո հոգու զորությամբ թող արձակված լինի մեր կյանքերի վրա։ Ամեն իրավիճակ բերում եմ քո առաջ։ Քո կատարյալ կամքը թող կատարվի ամեն իրավիճակի վրա, քանի որ քո կամքը բարին, հաճելին, կատարյալն է։ Փառավորվիր ամեն մեկիս կյանքում, թող քո փառքը հայտնապես երևա բոլորիս վրա։ Ամեն։ Ամեն սիրելի հայ ժողովուրդ, այսօր կարճ ուղերձ ունեմ, բայց շատ կարևոր է ինչ որ պետք է ասեմ ու իրականում ուզում եմ որ սա հասկանալի դառնա շատերի համար։ Ես գիտեմ, որ շատերը ունեն այլ դիրքորոշում, այլ տեսակետ ու այս հարցի շուրջ ինչի մասին որ խոսեմ, այլ կարծիք ունեն։ Իհարկե, ձեր կարծիքը հասկանալի է, որ ինչ որ բաների վրա հիմնված է ու հնարավոր է, որ դուք հիմնավոր մեկնաբանություն, այսինքն հիմնավորում ունեք, թե եք նման ձևով մտածում, բայց ամեն դեպքում շատ կարևոր է, որ դուք կարողանաք Աստծո տեսանկյունից իրավիճակին նայեք ու իմանաք, թե ոնց այդ նույն հարցին Աստված նայում, որովհետև Աստծո կամքը կատարյալ է, Աստծո տեսակետը անփոխարինելի է ու մենք ինքներս պետք է ոչ թե Աստծո կարծիքը փոխենք, այլ մենք ինքներս պետք է հարմարվենք Աստծո ասածի հետ, որպեսզի կյանք ունենանք, որովհետև Աստծո խոսքի համեմատ ապրելով է, որ մենք օրհնության ու պաշտպանության մեջ կլինենք, հակառակ դեպքում գուցե մեր տեսակետները արտահայտելով, փորձելով նույնիսկ հիմնավորել ու պատճառաբանություն գտնել, եթե դա չի համապատասխանում Աստծո ասածին, դա մեզ է վնասելու, մեր կյանքերի է բերելու անեծք ու Աստծո պաշտպանությունը հեռանալու է մեզանից։ Դրա համար շատ եմ ուզում, որ սա հասկանաք հենց այդ դիրքորոշումից, որ եթե խոսքը Աստված ուղարկում է որպես լույս, որպեսզի պարզաբանում բերի, դա մեր համար է, որպեսզի մենք միամտաբար հանկարծ չկործանվենք։ Ու այն ինչի մասին, որ ուզում եմ խոսեմ, սա վերաբերվում է Իսրայելին, Պաղեստինին ու քանի որ գիտեք, այս վերջում շատ երկրեր ճանաչեցին Պաղեստինի անկախությունը, այդ թվում նաև Հայաստանը, բայց այն ինչ որ կատարվեց իրականում Պաղեստին պետություն իրականում գոյություն չունի, որտեղ Պաղեստին հատվածը, այդ Գազա հատվածը իրականում ինքը Իսրայելի տարածքի մեջ է։ Որտեղից ես սա գիտեմ Աստծո խոսքից։ Եթե դուք կարդաք ուշադիր Հեսու 15-րդ գլուխը, Աստված Իսրայել ժողովրդին տալիս է Քանանի երկիրը որպես ժառանգություն, ունդեղ հստակ նշված է տարածքը, որը Աստված տալիս է Իսրայելին, ու այդ տարածքի մեջ հստակ մտնում է Գազան, ավելին նույնիսկ Սինայի թերակղզին է մտնում, որը այս պահին դեռ Եգիպտոսում է։ Այսինքն, երբ որ Աստված ընդգծում է սահմանը, դա ունի նպատակ։ Հենց այնպես չի, որ Աստված սահմանի մասին խոսում է։ Գիտեք, ձեզանից շատերը գիտեմ, որ ասում են, որ Աստվածաշունչը գրել են հրեաները ու իրանց ձեռնտու ձևով ինչ ուզե գրել են։ Այո, գրել են հրեաները, բայց չեն գրել այն, ինչ որ իրանք ուզել են։ Եթե իրանք գրեին այն, ինչ որ իրանք են ուզում, իրանք իրանց համար այսքան սարսափելի պատմություն չէին գրի։ Ահավոր բաներ է գրված հենց իրանց մասին, հրեաների մասին, Իսրայելի մասին, Իսրայելի կործանման մասին, վերջի ժամանակների մասին, որ ամենաահավոր բաները կատարվելու է Իսրայելի հետ։ Եթե դա մարդկային ցանկություն լիներ զուտ, իրանք կգրեին իրանց շահի տեսանկյունից։ Գրողները իհարկե հրեաներ են, հեղինակները հրեաներ են, բայց ոչ մեկը իրենցից պատահական մարդ չի։ Բոլորը Աստծո հոգով առանձնացված, առաջնորդված գրել են այն, ինչ որ Աստված իրանց ասել է։ Այսինքն Աստվածաշնչի հեղինակը մարդը չի, Աստված է։ Ուղղակի մարդը գրել է, Աստված թելադրել է, մարդը գրել է։
Ու այդ նույն Աստվածաշնչում է իդեպ գրված նաև Հայաստանի մասին, Մինի Արարատի ասքանազի մասին, Նոյան Տապանի մասին, որը իջել է Արարատի լեռնաշղթայում, Եդեմի մասին, որը Ուրարտու թագավորությունում է։ Այսինքն տեսեք, եթե դա հրեաները գրեին իրանց շահից ելնելով, ամեն ինչը կվերագրեին իրանց ու ամեն ինչ կենտրոնացնեին իրանց վրա, բայց մենք տեսնում ենք, որ բաներ կա, որ հրեաների ձեռքով գրված, ոնց դուք նշում եք, խոսվում է Հայաստանի մասին, Հայաստանի կարևորության մասին, որ կյանքը ստեղից սկսվել է, ստեղ շարունակություն է ստացվել, ու տեսնում ենք, որ Հայաստանին Աստված նույնպես տվել է սահմաններ, երբ որ ես խոսում եմ Մինի Արարատի ասքանազի թագավորության մասին, ես չեմ խոսում նրա համար, որ ես հայ եմ, ես չեմ խոսում որպես հայ, հայի շահերից, ես հիմնվում եմ Աստվածաշնչի վրա։ Մինի Արարատի ասքանազի թագավորությունը գրված է Երեմիա 51:27 խոսքում, որը նույն հրեաների կողմից է գրվել, բայց նորից եմ ասում, հեղինակը Աստված է, թելադրողը Աստված է, Աստված իր կամքն է հայտնել։ Ու տեսեք, երբ որ խոսքը գնում է Մինի Արարատի ասքանազի թագավորության մասին, որը մեծ հայքի սահմաններով Հայաստանն է, ես այս ձեզ նորից ցուցադրեմ քարտեզը։ Տեսեք, այս քարտեզի մասին է խոսքը։ Սա մեծ մեր հայքն է, որը շատ լավ գիտենք։ Ու եթե այստեղ նայում եք, եւ Արցախը, եւ Նախիջևանը, եւ Արևմտյան Հայաստանը, ու էլի շատ տարածքներ, որ այսօր մեր Հայաստանին չեն պատկանում, այս տարածքի մեջ է։ Իրականում մեր սահմանները այն է, ինչ որ Աստված է ասում, Մինին Արարատն ու ասքանազը, մեծ հայքի սահմաններով Հայաստանը։ Ու այսօր, երբ որ մարդիկ ասում են, որ Արցախը Ադրբեջան է, իրանք ասում են այն, ինչը որ այս աշխարհի տեսանկյունից ընդունված է, կամ այն ինչ որ Ադրբեջանը մատուցեց աշխարհին, աշխարհը ընդունեց, ճանաչեց ու մարդիկ համակերպվում են սրա հետ։ Բայց երբ որ նայում ենք Աստծո տեսանկյունից, այն ինչ որ իրանք ասում են, չի համապատասխանում Աստծո կամքին։ Այսինքն աշխարհը կարա մի բան ասի, բայց Աստծո խոսքը ուրիշ բան է ասում։ Եթե Աստված ընդգծած չլներ Մինի Արարատի ասքանազի թագավորության մասին, որի մեջ հստակ չերևար Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, Արարատը, ապա մենք գուցե եւ չկարողանայինք հիմնավոր ձևով ասենք, որ սրանք մերն են։ Աստծո խոսքի վրա հիմնավորված ենք մենք ասում, որ սա Հայաստանն է, Աստծո կողմից մեր համար առանձնացված երկիր, բայց այս պահին գտնվում է թշնամու գերության մեջ։ Ու նույն ձևով համեմատություն բերելով Պաղեստինի հետ, նույն բանն է կատարվում։ Տեսեք, երբ որ մարդիկ ու նաև Հայաստանում ընդունում են, որ Պաղեստինը դա Իսրայել չի, նույն համատեքստում ստացվում է, որ համաձայնվում են նաև, որ Արցախը Հայաստան չի, որովհետև նույն տեսանկյունից պետք է հարցին նայեք, եթե Աստծո տված սահմանի վրա է հարձակում, ու եթե նույնիսկ մարդկանց քանակը շատ է, միլիոնավոր, միլիարդավոր մարդիկ են, որ պնդում են այդ տեսակետը, որը այդ երկիրը առաջատանում, ասենք թե Պաղեստինը ճանաչեցին 100-ից ավել երկրեր, քանակապես իրանք շատ են, բայց արդյոք դա ճշմարտությունն է, եթե իրանք շատ են, դա չի նշանակում ճիշտը իրանք են, կամ այսօր որ Ադրբեջանը հայտարարում է Արցախը Ադրբեջանը ու շատ երկրեր սրա հետ համակարծիք են, միթե իրանք քանակի շատության պատճառով Աստծո խոսքը փոխվում է։ Դրա համար ես ուզում եմ, որ դուք ամեն ինչի նայեք Աստծո տեսանկյունից։ Այն սահմանները, որ Աստված տվել է մեզ, ու այն սահմանները, որ տվել է Իսրայելին, մենք պետք է ընդունենք Աստծո ասածի համաձայն, ու չպետք է աշխարհի հետ համակարծիք լինենք, եթե իրանց ասածը Աստծո կամքին չի համընկնում։ Դրա համար հատկապես Հայաստանում են մարդիկ, ովքեր որ Պաղեստինի կողմնակիցն են ու Իսրայելին
հանդեպ ունեցած իրանց հակակրանքի պատճառով համաձայնվում են, որ լինի Պաղեստին, նույնն է, որ իրանք համաձայնվում են, որ Արցախն էլ լինի Ադրբեջան, նույն համատեքստի մեջ է, համատեքստում է։ Ուղղակի գուցեև սրա մասին ես ձև չեք մտածել, բայց եթե Աստծո տեսանկյունից հարցին նայեք, դուք կտեսնեք, որ ճշմարտությունը այն է, ինչ որ Աստված է ասում, իսկ մարդկանց բազմությունը կապ չունի, նույնիսկ կապ չունի, քանի երկիր է դա ընդունում։ Աստված ճշմարիտ է, մարդը սխալական, ու եթե մարդու կարծիքը Աստծո տեսակետի հետ չի համընկնում, մարդը ինքը ունի խնդիր, եթե հակառակված է Աստծո կամքին, Աստծո տեսակետին, բայց Աստծո կամքի հետ համաձայնվողները գտնվում են Աստծո օրհնության մեջ, Աստծո պաշտպանության մեջ։ Դրա համար ես օրհնում եմ Աստծո կամքի գիտությունը, որ գա ամեն մեկիս համար հասանելի դառնա ու հասկանալի լինի, որ մեր բոլոր որոշումներն ու ընտրությունները կատարվեն Աստծո կամքի համաձայն, որ մենք միշտ ընտրենք Աստծո կամքը, անկախ նրանից, նույնիսկ թե ինչ դիրքորոշում ունի երկրի ղեկավարությունը։ Տեսեք, Հայաստանի իշխանություններն էլ այսօր Արցախը ճանաչում են որպես Ադրբեջան, բայց սա Աստծո կամքին հակառակ հայտարարություն է։ Աստված ուրիշ բան է ասում, մեր իշխանություններն ուրիշ բան են ասում։ Շատ կարևոր է, որ մենք կանգնենք Աստծո ասածի վրա ու հաստատուն մնանք ու չերկմտենք, չկասկածենք, քանի որ Աստծո ասածը ճշմարտությունն է, հռչակենք այն, ինչ որ Աստված է ասում։ Արցախը Հայաստան է ու վերջ, քանի որ դա Աստված է ասել։ Արցախը մինի Արարատի ազգանազիկ թագավորության մասնիկն է, նույն ձևով Պաղեստինը Իսրայել է, քանի որ դա պատկանում է այն տարածքին, որ Աստված առանձնացրել է Իսրայելի համար, ու թող օրհնված լինի Աստծո կատարյալ կամքը, ու ամեն բան բարձրացած Աստծո կամքի դեմ Հիսուսի անով թող փշրվի Սուրբ Հոգու զորության մեջ, թող հաղթանակի Աստծո կամքը, ու Աստված իր փառքով իջնի ամեն իրավիճակի վրա ու իր կամքը հաստատի ամեն երկրում, որտեղ որ ինքը որոշել է իր ծրագրերն իրականացնի, թող փառավորվի Աստծո ծրագրերի հաղթական ավարտը ամենուր Հիսուսի անունով, ամեն։